Պարզ հարց, եթե այդ հողերը հայկական չէին ու դու չէիր կրում քաղաքական պատասխանատվություն փաստացի, ինչու սկսվեց պատերազմ։ Համոզել ես, որ գործող իշխանությունները թալանել են հայ ժողովրդին։ Նրանք հանդիսանում են կոնկրետ ուղիղ Ադրբեջանի ու Թուրքիայի դրածոներ։ Իհարկե, պատմականորեն հազարամյակներով Արցախի տարածքում ապրել են հայեր։ Դրանում կասկած անգամ չկա։ Գործող իշխանությունը երազում է, որ ընտրություններին թվով քիչ մարդիկ մասնակցեն, որովհետև ինքը իր, այսպես ասած, ընտրազանգվածն արդեն ունի ու նա վստահ է, որ ընտրությունները շահելու է։ Մարդն, որ տասնյակ տարիներ շարունակ ստի, կեղծիքի հիման վրա կառուցեց իր քաղաքական ճանապարհը, 18 թվին վերցրեց իշխանությունը ու գամվեց Հայաստանի վարչապետի աթոռին, այսօր հերթական անգամ մասնակցում է գալիք ընտրությունների։ Քարոզարշավը արդեն քանի օր է սկսել է։ Երեկ ինքը Սյունիքում իլուր աշխարհի հայտարարեց, որ երբևէ Արցախը հայկական չի եղել։ Երբեք այդ հողերը հայկական չեն եղել։ Ստեղից շատ պարզ հարց է առաջանում։ Եթե այդ հողերը հայկական չեն եղել, ապա ինչու 2020 թվին տեղի ունեցավ ողբերգական պատերազմ ու մենք ունեցանք անասելի մեծ թվով զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ, կորուստ եւ այլն։ Պարզ հարց, եթե այդ հողերը հայկական չէին ու դու չէիր կրում քաղաքական պատասխանատվություն փաստացի, ինչու սկսվեց պատերազմ։ Դու լինելով Հայաստանի Հանրապետության վարչապետը գործող, տվել ես հրահանգներ, մոբիլիզացրել ես բանակը, մարդկանց ուղարկել ես Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության սահմանը պաշտպանելու։ Եթե այդ հողերը հայկական չեն եղել, ոնց որ դու պնդում ես, ապա ինչ է ստացվում, որ դու ռազմական հանցագործ ես։ Փաստացի դու ես հայտարարում իլուր աշխարհի։ Եթե դա եղել է այլ պետության սուվերեն տարածք, ինչի համար ես դու պատերազմ հրահարել այլ պետության սուվերեն տարածքի համար։ Եթե դա այդ հողերը հայկական չեն եղել, ինչ էիր անում դու 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո զենքը ձեռքի։ Ուրեմն դու ռազմական հանցագործ ես։ 2020 թվականին դու տվել ես ուղիղ հրահանգներ, քո կինը կազմել է ջոկատ ու գնացել է Արցախի սահմանները պաշտպանելու։ Ինչ է ստացվում, քո կինը ռազմական հանցագործ է այլ պետության հանդեպ հրահրված պատերազմում։ Քո տղան ինչ էր անում Արցախում, եթե Արցախը երբեք հայկական չի եղել։ Եթե Արցախը երբեք հայկական չի եղել, ինչի շուրջ էիր դու բանակցում։ Եթե Արցախը հայկական չի եղել, ապա ինչու ուղղակի չհայտարարեցիր, որ Արցախը երբևէ հայկական չի եղել ու Արցախը ճանաչեիր Ադրբեջանի մաս, ոնց որ դու ես պնդում հիմա։ Տասնյակ տարիներ դեռ սկսած 90-ական թվականներից դու որպես չկայացած լրագրող գիտակցաբար գեներացրել ես սուտ, կեղծիք, դու հայ ազգի մեջ, մեր հասարակության մեջ ներշնչել ես ատելություն միմյանց նկատմամբ։ Դու ինքդ գիտակցաբար տարիներ շարունակ գեներացրել ես ատելություն հայի, ամեն մի հայի նկատմամբ, իր բարեկամի, իր հարևանի նկատմամբ։ Դու գիտակցաբար տարանջատել ես Արցախահայությանը հայաստանաբնակ հայերից։
դու ինքդ միշտ ապրել ես 2 կամ 3 զուգահեռ իրականություններում, որտեղ մի իրականության մեջ դու երբևէ չես թաքցրել քո ատելությունը Հայի ու Հայաստանի նկատմամբ, երբևէ չես թաքցրել, մեկ այլ իրականության մեջ, որտեղ որ դա քեզ պետք է եղել որպես քաղաքական դիվիդենդ, հանդես ես եկել քննադատությամբ այն ժամանակների գործող իշխանությունների նկատմամբ, ստի ու կեղծիքի հիման վրա կառուցել ես քաղաքական ապագա, բաժանել ես հայ հասարակությանը տարբեր խմբերի, նրանց համոզել ու հրամցրել ես մի բան, որ գործող իշխանությունները թալանչի են, գործող իշխանությունները կաշառակեր են, դու նրանց համոզել ես, որ գործող իշխանությունները թալանել են հայ ժողովրդին, ամեն մի ընտանիքի, ու այդ ալիքի վրա ինչի՞ չէ նաև որոշ կարելի է ասել բնական զուտ էմոցիոնալ ֆոնի վրա հասարակության որոշակի մասի մոտ կար գործող իշխանության նկատմամբ ոչ հարգալից կամ, չգիտեմ, ոչ պատասխանատու վերաբերմունք, այդ ալիքի վրա դու վերցրեցիր իշխանությունը, ստանձնեցիր Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Հովիկ, մենք դուրս են գրել մի քանի կարևոր հարցեր, որոնք որ ինձ թվում է հետաքրքիր կլինի մեր բաժանորդներին, մեզ դիտողներին։ Հարցերից մեկը, ինչ է սպասվում Հայաստանին, եթե այս իշխանությունը վերընտրվի։ Տեսեք, այս իշխանությունը, ոնց որ նշեցի, 2018 թվականին բարձրացրած համազգային այդ ալիքի վրա եկավ ու զավթեց իշխանությունը, փաստացի հանդիսանալով Հայաստանի Հանրապետ ձևավորելով կառավարություն, բայց նրանք հանդիսանում են կոնկրետ ուղիղ Ադրբեջանի ու Թուրքիայի դրածոներ։ Նրանք լավագույնս իրականացնում են Թուրքիայի ու Ադրբեջանի ծրագրերը։ Թուրքիան ու Ադրբեջանը այլևս հանդես են գալիս ամբողջ աշխարհում որպես խաղաղասերներ, որպես ժողովրդավար պետություններ, նրանք արդեն կարելի է ասել բավականին երկար ժամանակ ոչ մի լումա չեն ծախսում, բայց քանի որ ունեն Հայաստանի Հանրապետությունում դրածո կամակատար իշխանություն, Հայաստանի Հանրապետության գործող վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը Հայաստանի Հանրապետությունը տանում է բացարձակ կապիտուլացիայի։ Փաստացի թղթի վրա մենք ունենալու ենք ֆորմալ Հայաստանի Հանրապետություն։ Իսկ իրականում դա լինելու է Թուրքիայի կամ Ադրբեջանի կցորդ, չգիտեմ, մարզի կարգավիճակով։ Խնդիրը շատ ավելի խորն է, որովհետև այդ իրավիճակի հետ չհամակերպվողները կամ փակվելու են բանտերում կամ լքելու են Հայաստանը։ Իսկ այն հասարակության են զանգվածը, որը որ տարիներ շարունակ դրսևորում է հարմարվողականություն, որոնց համար ազգը, ազգային պատկանելությունը ու հայրենիքը լոկ խոսքեր են, նրանք հարմարվելու են։ Ու մենք կորցնելու ենք մեր ինքնությունը, մենք կորցնելու ենք մեր պետությունը, մենք այլևս որպես այդպիսին ազգ դադարելու ենք գոյություն ունենալ։ Հովիկ, տես, մամուլում շատ են խոսում, շատ են տարածում Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, որ Ռուսաստանից անջատվեն, գնալ ամբողջական խաղաղության, բայց ինչ խաղաղություն ես դեռ չգիտեմ, մենք չենք հասկանում խաղաղությունը որն է։
Եթե դու հրաժարվում ես ինչ-որ պետությունից, որը որ քեզ օգնում է, միգուցե այլ տարբերակներ ունեն, բայց չեն բարձրաձայնում։ Տեսեք, խնդիրը հետևյալի մեջ է։ Ռուսաստանից անջատվելու կամ անկախանալու։ Մենք սովետական միության փլուզումից հետո առաջացել են ազգերի ինքնորոշման հիման վրա ազգային պետություններ, ազատ անկախ պետություններ, որոնց թվում այդ թվում նաև Հայաստանի Հանրապետություններ ու Արցախի Հանրապետությունը։ Մենք ոչ մի պետությունից կախված չենք, ոչ մի կերպ։ Մենք ունեցել ենք, փորձել ենք ձևավորել գործընկերային հարաբերություններ ելնելով աշխարհագրական մեր դիրքերից ու պատմական, այսպես ասած, մենք միշտ Ռուսաստանի Դաշնության հետ ունեցել ենք գործընկերային հարաբերություններ։ Ցարական Ռուսաստանում եղել ենք Ցարական Ռուսաստանի կազմում։ Ռուսաստանից անջատվելու մասին գաղափարը դա ուղղակի բուտաֆորիա է, սուտ բան է։ Նման բան մենք երբեք կախյալ չենք եղել Ռուսաստանից։ Այո, Ռուսաստանը մեր լավագույն կարելի է ասել գործընկերն է, թե տնտեսական, թե ռազմավարական, թե մշակութային առումներով, բայց որպես կախյալ պետություն, որպես կցորդ մենք երբեք չենք եղել Ռուսաստանի կցորդ։ Քարոզարշավի մասին։ Քանի որ սկսվել է քարոզարշավը, մենք տեսնում ենք, որ ներկայիս իշխանությունը օգտագործում է իշխանական ռեսուրսները։ Արդյոք դա ճիշտ է կամ ինչ-որ առավելություններ իրանք ունեն։ Դա բացարձակ անթույլատրելի է, որովհետև փաստացի գործող վարչապետը ու նախարարները օգտագործում են իշխանական ամբողջ լծակները ու պայքար որպես այդպիսին քաղաքական պայքար անհամեմատ տարբեր ֆորմատներում է տեղի ունենում, որովհետև նրանք ունեն շատ ավելի շատ ռեսուրսներ ու հնարավորություններ, քան քաղաքական պայքարին հայտ ներկայացրած մյուս մնացած բոլոր կուսակցությունները։ Նրանք լրիվ այլ հարթությունների վրա են։ Նրանք իրենց քարոզարշավը կառուցում են տոտալ վախի մթնոլորտում։ Բոլոր բնակավայրերում, առավելապես դա վերաբերում է գյուղերին, գյուղապետերի, համայնքապետերի մակարդակով տոտալ վախի մթնոլորտ է ստեղծված, երբ որ իշխանական խունտան է հայտնվում ցանկացած գյուղում կամ քաղաքում, գեներացվում է որոշ թվով շատ ավելի շատ մասսա, քան ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների ժամանակ։ Այսպիսի վախի մթնոլորտ երբևէ Հայաստանում չի եղել։ Խաղաղության մասին։ Օրինակ տես, ինչի նկատի ունի վարչապետի աթոռը զբաղեցրած անձը, երբ ասում է տեր կանգնենք խաղաղությանը, այսինքն մենք այսքան տարիներ խաղաղ չենք ապրել, խաղաղություն չենք ունեցել։ Մենք միշտ ենք ունեցել խաղաղություն, Արցախյան պատերազմից հետո մենք ունեցել ենք խաղաղություն, մենք ունեցել ենք սուվերեն պետություն, մենք ունեցել ենք զարգացող պետություն, թե տնտեսապես, թե ռազմավարական առումով։ Մենք միշտ ունեցել ենք խաղաղություն։ Իհարկե, մեր թշնամիները մեզ փորձել են սահմանային հատվածում որոշակի հրաձգություններ, եղել են այդպիսի բաներ, բայց այն խաղաղությունը, որի մասին որ ինքն է խոսում, դա ամբողջությամբ սուտ է, որովհետև իր ներկայացրած խաղաղությունը հետևյալի մասին է՝ վերջնական կապիտուլյացիա,
բանակը ընդհանրապես առհասարակ վերացնել, բացել սահմանները ու Հայաստանի Հանրապետությունը դարձնել Թուրքիայի ու Ադրբեջանի կցորդ։ Այդ պարագայում իհարկե, երբ որ Ադրբեջանն ու Թուրքիան հստակ գիտեն, որ Հայաստանի Հանրապետություն որպես այդպիսին գոյություն չունի, այդ տարածքում իրանք պատերազմ անելու բացարձակ ոչ մի ցանկություն չեն ունենալու։ Ինչի մասին է խոսքը։ Այդ խաղաղության մասին է խոսքը, երբ որ սեփական հողի վրա ապրող մարդը լինի գերի կամ ստրուկ այլ պետության, դրա մասին է խոսքը։ Այլ խաղաղություն իր պարագայում գոյություն չունի։ Նա երազում է Հայաստանը վերջնական կապիտուլյացիայի տանելու, իսկ ինքը մնա որպես նշանակովի ֆորմալ ղեկավար։ Այլ բանի մասին խոսք լինել անգամ չի կարող։ Պատերազմի մասին շատ անգամ ամբողջ պատերազմի ընթացքում ասում էր հաղթելու ենք։ Ստեղ հարցը առաջանում, եթե այդ անձը, աթոռը զբաղեցրած, հայտարարում է, որ Արցախը Ադրբեջանի մաս է, տարածք է, իրենն է, ապա ինչի համար պատերազմի ամբողջ այդ ընթացքում մեզ այդ սուտը կերակրում էր հաղթելով, եթե մերը չէր, ինչպես որ ինքն է հայտարարել, ապա ինչի համար մենք մասնակցեցինք եւ այդքան երիտասարդ սերունդներ կորցրեցինք։ Տեսեք, իհարկե Արցախը հայկականն է։ Իհարկե պատմականորեն հազարամյակներով Արցախի տարածքում ապրել են հայեր։ Դրանում կասկած անգամ չկա։ Ձեր տված հարցին կա մի պարզունակ պատասխան։ Եթե Արցախը հայկական չէր ու ինքը, ես նշեցի քիչ առաջ, որ լինելով Հայաստանի Հանրապետության փաստացի ղեկավար, մասնակցում էր պատերազմին, ուրեմն ինքը ռազմական հանցագործ է։ Ստեղից ինձ մոտ հարց է առաջանում. ինչի համար Ադրբեջանի ղեկավարությունը նրա նկատմամբ չի հայտարարում միջազգային հետախուզում։ Եթե Արցախը հայկական չէր, ինչի համար վերջերս մետրոյի մեջ տեղի ունեցած հայ կնոջի ու իր մանկահասակ երեխայի հետ Արցախահայ աղջկա հետ ինքը ունեցավ շատ այլանդակ վեճ ու նա մեղադրում էր Արցախահայությանը Արցախը չպաշտպանելու ու Արցախից փախնելու մեջ։ Ինքը միջազգային ռազմական հանցագործ է, եթե Արցախը հայկական չէր ու ինքը այլ պետության սուվերեն տարածքում պատերազմ էր մղում։ Եթե Արցախը Հայաստան չէր, ինքը միշտ բարձրաձայնում է, որ Արցախին երբևէ ավելի շատ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբսիդիա չի հասել, մինչև քանի դեռ ինքը Հայաստանի Հանրապետության վարչապետ չէր։ Ինչա դուրս գալի, որ Արցախը օկուպացված էր, ոնց որ ինքն է ասում, ու ինքը ֆինանսավորում էր օկուպացված տարածքին, չճանաչված, ինչի մասին է խոսքը։ Այս տեսանկյունից ուրեմն ինքը ռազմական հանցագործ է, բայց ինձ մոտ էլ եմ ասում, հարցը առաջանում, ինչի համար Ադրբեջանի ղեկավարությունը նրա նկատմամբ հետախուզում չի հայտարարում։ Ինքը պրոֆեսիոնալ ստախոս է։ Ինքը կարողանում է ասել սուտ, հետո այդ սուտը մեկնաբանել, ասել ես ասել եմ սենց, դուք ճիշտ չեք հասկացել։ Եթե Արցախը հայկական չէր, ինչի համար էր դու Արցախի հանրապետությունում հանրահավաքի ժամանակ գոռում ու գոչում, կոկորդը ճղում, որ
Արցախը հայկականը, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այն ժամանակ ես հստակ գիտեի ու ինձ մոտիկից ճանաչող մարդիկ գիտեն, որ ես հասկացել էի հետեւյալը, երբ որ ինքը կոկորդը ճղում է ասելով, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, նա նկատի ունի, որ Արցախ որպես այդպիսին գոյություն չունի, նա պատրաստ է Արցախից հրաժարվելու։ Բայց իրան ճիշտ չէին հասկացել իհարկե։ Ընտրությունների վերաբերյալ շատերն են ասում, որ ինչի մասնակցենք, ում ընտրենք, հներ, նորեր, նախկիններ, ներկաներ, շատ խառն է, չեն հասկանում, ինչ անեն, ընտրության գնալ, չգնալ, մասնակցել, չմասնակցել, ինչ խորհուրդ կտաս այս հարցով։ Միանշանակ ընտրություններին պետք է մասնակցել։ Միանշանակ, դա չի էլ քննարկվում ու ընտրության իրավունք ունեցող մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը պետք է մասնակցի ընտրություններին։ Տեսեք, ձևավորվել է հասարակության մի շերտ, ում վրա վարչապետի աթոռից կարճածը ու իր խունտան հիմնվում է։ Այդ մարդիկ օբյեկտիվ կամ ոչ այնքան օբյեկտիվ պատճառով չունեն քաղաքական ու իրավական այնքան գիտակցություն, որ հասկանան, թե ինչ աղետ է սպասվում Հայաստանին։ Գործող իշխանությունը երազում է, որ ընտրություններին թվով քիչ մարդիկ մասնակցեն, որովհետև ինքը իր, այսպես ասած, ընտրազանգվածն արդեն ունի ու նա վստահ է, որ ընտրությունները շահելու է։ Սրանց քարոզարշավի բուն իմաստը նրանում է, որ քարոզարշավի ընթացքում փորձեն էլ ավելի վախեցնել գիտակից ու հայրենասեր մարդկանց, նրանց ներշնչել, որ ընտրություններով ոչինչ չի փոխվելու, որ ընտրություններին քիչ մասնակցություն լինի։ Այդ դեպքում իրենք կվերարտադրվեն, այդ դեպքում սկսած հաջորդ իսկ օրվանից Հայաստանը վերջնականապես կդադարի որպես այդպիսին գոյություն ունենալուց, հայրենիք որպես այդպիսին մենք այլևս չենք ունենալու, ազգ, հայ ազգ որպես այդպիսին մենք կորցնելու ենք։ Մենք ձուլվելու ենք թուրքերի ու ադրբեջանցիների հետ ու կորցնենք մեր դիմագիծը։ Շնորհակալություն Հովիկ, իսկ մեր բաժանորդներին կխնդրենք բաժանորդագրվել։ Դու կարող եք մեկնաբանություններում գրել ձեզ ուզող հարցերը, որոնց որ ուզում եք անդրադառնանք եւ վերլուծենք։ Շնորհակալություն Հովիկ։ Ստեսություն։